Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 24։ Որովհետև մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են։ Եփեսացիս 6:12 խոսք։ Սա մխիթարության հիմք է թույլ քրիստոնյայի համար, ով իր ներսում ընթացող պայքարների և մեղավոր ցանկությունների դեմ մղվող պատերազմի պատճառով կասկածում է իր հավատքի իսկությանը։ Նա պատրաստ է, ինչպես Գեդեոնը արտաքին թշնամիների մասին ասել. «Եթե Աստված ինձ հետ է, ապա ինչու այս ամենը պատահեց ինձ։ Ինչու եմ իմ ներսում զգում այդպիսի պայքարներ, որոնք դրդում են ինձ մեղքի և հետ են պահում ինձ բարուց։ Ինչու է այդ ամենը այդպես»։ Պատասխանը պարզ է, որովհետև դու դեռևս մարտիկ ես, ոչ թե արդեն հաղթանակ տարած հաղթող։ Դու սխալ ես ընկալում քրիստոնյայի վիճակը այս կյանքում։ Երբ մարդը դառնում է քրիստոնյա, նա անմիջապես չի կանչվում հաղթանակ տոնելու իր արդեն պարտված թշնամիների վրա, այլ ուղարկվում է մարտադաշտ նրանց հանդիպելու և նրանց դեմ պայքարելու։ Շնորհքի վիճակը մեղքի դեմ պատերազմի սկիզբն է, ոչ թե դրա ավարտը։ Այնպես չէ, որ այլևս թշնամի չես ունենալու պայքարելու համար։ Երբեմն նույնիսկ Աստված ինքը ասես ծածկված կերպարանքով կարող է մտնել մարտադաշտ և քեզ թվալ որպես հակառակորդ։ Այդպես եղավ Հակոբի հետ, երբ նա մենակ էր։ Մի մարդ նրա հետ ըմբշամարտեց մինչև լուսաբաց։ Ուստի եթե քո կասկածը հենց սա է, ապա թող հանգստանա քո սիրտը, թող որ հոգիդ մխիթարվի այն բանում, որ դու պայքարող մարտիկ ես։ Քո ներսում ընթացող այս պայքարը, եթե այն ճիշտ հիմքի վրա է և ճիշտ նպատակի համար, վկայում է, որ քո մեջ կան երկու ազգեր, երկու հակադիր բնություններ։ Մեկը երկրային է, երկրից ծնված, իսկ մյուսը երկնային, երկնքից ծնված։ Եվ ավելին, քո մխիթարության համար իմացիր, որ թեև քո ապականված մեղավոր բնությունն ավելի հին է, այնուամենայնիվ, վերջում այն պիտի ծառայի կրտսերին։